Օրհնակարգի նահատակները, հայ եկեղեցու վարդապետներ։ Տիրայր վարդապետ Դալաքյան, Խորեն առաջին կաթողիկոսի օգնականը և գավազանակիրը, մեղադրվել է կասկածելի անձանց և զբոսաշրջիկների հետ կապեր հաստատելու և հակախորհրդային խոսակցություններ վարելու մեջ։ Եռյակի որոշմամբ 1937 թվականի դեկտեմբերի 2-ին դատապարտվել է գնդակահարության։ Արդարացվել է 1989 թվականի սեպտեմբերի 25-ին։ Դանիել վարդապետ Զադոյան, Աղթամարի վարդապետը, Արամ Մանուկյանի զինակիցը, 1894 թվականին ձերբակալվել է թուրքական իշխանությունների կողմից։ 1915 թվականին հայոց ցեղասպանությունից հետո անցել է Իսպահան, ապա Խորհրդային Հայաստան։ 1937 թվականին եռյակի որոշմամբ ձերբակալվել է և դատապարտվել գնդակահարության։ Արդարացվել է 1989 թվականի սեպտեմբերի 25-ին։ Հովհաննես վարդապետ Հյուսյան, Գեղարդավանքի վանահայրը, կաթողիկոսի ներկայացուցիչը Մերձավոր Արևելքում, մեղադրվել է հակահեղափոխական ագիտացիա անելու մեջ և 1937 թվականի սեպտեմբերի 21-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման։ Վճիռը բեկանվել է 1940 թվականի սեպտեմբերի 21-ին։ Եղիշե վարդապետ Շահումյան, 1931 թվականի հոկտեմբերի 7-ին դատապարտվել է 3 տարի ազատազրկման։ Արդարացվել է 1989 թվականի հունիսի 30-ին։ Եզնիկ վարդապետ Վարդանյան, Երեմիա վարդապետ Ստեփանյանց, Սուրեն վարդապետ Թորոսյան բռնադատվել են շինծու մեղադրանքներով և արդարացվել տարիներ անց հանցակազմի բացակայության հիմքով։ Երանելի անուններ հայ եկեղեցու տոնացույցում։ Նրանց նահատակությունը հիշատակվում է ամեն տարի Սուրբ Պատարագին 148 բռնադատված հայ հոգևորականների հետ միասին։